Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Հովիարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։ Բայց հերագեսես Ռոնի Ղարիբյանը Financing Գերչան կողմից, այո, մայիս 31 2026 թվականը մայիսների ավարտին անցավ, ինչպես տեսնում եք տարիները, ամիսները շատ արագ անցնում, արդեն սկսելու ենք հունիսը եւ ամառը, ամառվա արձակուրդները եւ հետո անշուշտ տարվա կեսը։ Բայց ինչպես կարևորներից մեկը այսօր գիրակի, ինչպես նայում եք իմ ծրագիրը, Երեքշաբթի Գլենդելի քաղաքապետության ընտրության վերջին օրն է, որ կարող եք ձեր ընտրությունները կամ ձեր ձայնը տալ քաղաքապետության խորհրդի անդամներին եւ ուրիշ պետական եւ այլն ուրիշ ընտրություններ կան։ Այսօր վերջից ծրագիրն է խորհրդի անդամի մասին որպես տեխնացու ձեր հետ խոսամ, հույսով եմ մյուս անգամ որ ձեր հետ զրուցեմ, որպես ոչ թե տեխնացու, այլ խորհրդի անդամ կարող եմ ձեզի շաբաթական տեղեկություններ տալ, անշուշտ քաղաքապետության մեջ, քաղաքում ինչեր այլն։ Բայց շատ կարճ այսօր նորեն ունենք մեր ֆինանսավորման real estate-ի մասին ահագին լուրեր եւ տեղեկություններ ունեմ, որ ձեզի տալու, ինչպես իմանում եք, անցյալ շաբաթ դժբախտաբար գրակ էր պատահել եւ չէին կարող ծրագիրը ցլեին ձեր համար մեկ շաբաթ ուշացումով, բայց ինչևիցե ունենք դեռ այսօր էլ եւ խոսանք մեր գործերի մասին, բայց խոսամ շատ կարճ խորհրդի անդամի մասին, ինչպես ասեմ, երեքշաբթի վերջի օրն է, բայց դուք այսօր էլ երկուշաբթի էլ տեղերը բաց են, կարող եք երթալ, պետք է չունեք սպասեք մինչեւ երեքշաբթի, կարող եք այսօր էլ կամ երկուշաբթի օրն էլ եթակ այդ տեղերը որ կան եւ եթե չեք բան որտեղ հեռացանեք մեր գրասենյակ, այս ցածր նոմերները գրվում է, հույսով եմ գրվում է եւ մենք ձեզի կասենք որտեղ եթակ կամ ձեզ կարող ենք օգնել նույնիսկ տանենք։ Բայց մեկ բան որ հաճախ լսում եմ մանավանդ հայերի ժողովրդից, մեր հայերից, որ ես ձայն չեմ տալի։ Ոմանք ասում են ես այս տարի ձայն չեմ տալու, ոմանք ասում են ես երբեք ձայն չեմ տվել։ Եվ փորձում եմ հարցնեմ ինչու, մեր մասը պատասխաններ են տալի, մեր մասը տարբեր։ Շատ եմ լսում, որ ինչ տարբերություն կանի։ Կամ ասում են իրանք ինչ ուզում են, իրանք անում են, իրանք որոշում են։ Չեմ մեղադրում մեծամասնությունը փորձառություն չունենալով կամ դժբախտաբար վատ փորձառություն ունենալու, ինչպես եթե մենք բոլորս գաղթել ենք ուրիշ երկրներից, տարբեր երկրներում ունեցել են տարբեր անվստահելի շարժումներ եւ փորձառություններ եւ աշխատանքներ եւ փաստված է որ պետությունները իրանց ձևերով են կարողացել քայլ տանել առանց ժողովրդին կարևորություն տալու։ Բայց կարող եմ ձեզի 100%-ով գարանտի գրեմ տամ, որ Միացյալ Նահանգների կամ ավելի շուտ նահանգային եւ ներքին
ընտրությունները ոչ թե պետականն էլ է, բայց պետական տարբեր է, որտեղ էլեկտրովոտ է, այսինքն Կալիֆոռնիան առայժմս ինչ էլ ձայն տակ միշտ դեմոկրատիկ է ելնելու, որտեղ էլեկտրովոտով է։ Բայց նահանգային եւ քաղաքապետական եւ քաղաքային ընտրությունները 100%-ով դուք որպես ձայն տվողներ, որպես քվե տվողներ, որպես ապրողներ, ռեզիդենտներ համայնքին 100%-ով դուք կոնտրոլի մեջ եք։ Դուք եք, որ դուք ասելով մենք, ես էլ ձեր նման, մենք բոլորս ենք մեր ձայնով ընտրում ենք այդ անձին։ Եվ ինչպես իմանանք մեծամասնության ժամանակի ընթացքին ունենք 40,000 հայ ներողություն 80,000 հայ բնակիչներ կլինելուն, 80,000 հայ բնակիչներ, ոմանք մեծ մասը ձայնագրված են որպես կարող են քվե տալ, բայց դժբախտաբար երբ որ գալիս է ընտրապայքարների ժամանակ շատ փոքրամասնություն են մասնակցում 10, 11,000, 9,000, 12,000 այդ թիվը 80,000 բնակիչից 10-12,000 հայերն են միայն քվեարկում եւ հետի այսինքն քիչ ենք քվեարկում եթե 40,000-ից գոնե կեսը 20,000-ը դուրս կան ձայն տալու քվեարկելու մեծ տարբերություն կան բայց հիմա էդի ասենք լավ կասի որ լավ էդի քեզ է օգնում ինձի ինչ եւ այլն Էդ էլ լսեր եմ, որ ինձի տարբերություն չի անի ով ընտրվում, թող ով ուզում է ընտրվի։ Դա էլ լսացել եմ։ Եվ միշտ էլ ասում են, ինչ տարբերություն կանի հայը, թող օտար լինի, պետք է որ միշտ հայ լինի։ Դա էլ ճիշտ համաձայն եմ, ոչ թե միշտ պետք է հայ լինի, ոչ։ Բայց այս ձևով հարցին նայենք հիմա։ Ոմանք լսում են, որ ինձի գալիս են ասում են, որ Եվ էսի նոր չի, հա, էսի տարիներ է, որտեղ իմանում են քաղաքապետության հետ կապը ունեմ տարիների ընթացքին, հաճախ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, նույնիսկ հաճախորդներ, որ չեմ ճանաչում, որ տունս ռիմոնտ եմ անում, ռիմադել եմ անում, խոհանոցս, դուրս, պատոհանս, պատոհաններս ուզում եմ փոխեմ, հեսա 3 ամիսը դեռ ինձի permit չեն տվել։ Պարզ պատոհանների մասին է խոսքը։ Այսինքն ներկա տունը տունես, պատոհանները դինով, հին պատոհան հանես, նոր պատոհան դնես։ Ոչ թե նոր պատոհանի տեղեր բացել, նոր գծագրություն չէ, հին հանես, նորը դնես։ Հա, շատ պարզ մի բան է։ Ուրեմն այդ պատոհանը ժամանակին լավ օրերը Ինչպես ասում են անգլերենով over the counter, այսինքն եթե մի տեղում սեղանն է, սեղանում բերում իր տունի պատոհանի նկարները, էսա նկարները եւ այս փոխարինում եմ այս պատոհաններով, նկարը պատոհաններին եւ պայմանավորն իր ինչ տեսակ պատոհան է, երկաթե, փայտե, պլաստիկ է եւ այլն։ Եվ դա նայում են այդտեղում Stamp-ը խփում է, approved over the counter, այսքան վճարի գնա փոխի, աստված քո։ Եվ անշուշտ օրենքներ ունեն, պայմաններ ունեն, ինչ կարող ես, ինչ չես կարող։ Եվ օրենքները, պայմանները մեկ էջի վրա գրված է, այս տեսակի, այս պայմաններով, այս բաներով։ Եվ երկու հատ էլ էջ նկար օրինակներին դնում, այս օրինակներով։ Հիմա Այդ մեկ էջանոցը, այսինքն 3 էջ, 2 էջը նկարեր, 1 էջը պայմաններն էր, այդ 3 էջանոցը հիմա էլ era 20 էջ, 20 էջ պայմանները, այս կարող ես, այս չես կարող, այս կարող ես, այս չես կարող, այս կարող ես։ Եվ մինիմումը 3 ամիս, ամենակիչը 3 ամիս քեզի approve անեն, եթե 20 էջի մեջից դուրս գաս։ Սո մի բողոքի այս հերը այսքան երկար տևում, մատ ուզում եմ իմ զուգարանները ռիմադել անեմ, նա ինչքան է տևում, ինչքան է նեղացնում։ Մի բողոքեք, երբ որ ասում ես, ինչ որ ուզում եմ տուն անեմ, դուրս փոխեմ չեն թողնում, ուզում եմ
խոհանոցս remodel անեմ, նեղացնում են, երկարացնում են, գույն ուզում ներկեմ, ասում են վարդագույն չես կարող։ Օրինակ։ Եկե պարզ մատ օրինակ տվամ, պարզ։ Տունը նստած ասում եք, կայծու ջուր ես ինչ վիճակը, աղբը, քանդոներ ունեք, ասում եք Homeowners Association-ից $300, իմել է $600։ Ինչու աղբը թանկացել է, քվեդվար, այդ աղբը բարձրացնողի համար, աղբի արժեքը բարձրացնողի համար, քվեդուր Homeowners Association-ը չի բարձրանա։ Կամ օրինակ ես արագությամբ քշում են, չեմ կարող երեխեքը դուրսը խաղան վտանգավոր է, ոչ ոք այդպես առաջի չի կայնում, ոչինչ չեն անում, ոչ թիքետ են տալի, ոչ ոչինչ քվեդվար։ Մի բողոքեք, եթե քվեդ չեք տալի։ Եթե քվեդ տաք, ձեր անձին, որ վստահ եք, որ այս մարդը գոնե իմանում է ինչ պետք է անի։ Ես ձեզի քան այդ օրինակներ տվամ, բայց եթե քվեդ չեք տալի եւ թույլատրում եք ով ուզում անտրվի, ես հիմա ինչ-որ ձեզի ասամ, լավ բաներ ասեմ։ Օրինակ, ինչպես ասեմ, ուրիշ ձևի ինչպես բաներ ասեմ։ Օրինակ, ինչպես լսացել եք այս վերջերս, որ խոսում են օրինակ զուգարանները դպրոցներում աղջիկերքին է, տղերքին է նույնը պետք է անի եւ այլն, վստահ եմ փորձառություններ ունեք այդտենցի, կամ եթե մարզադաշտերում եք աղջիկը կարող է տղի կամ տղայ աղջիկա սպորտի մեջ մասնակցի եւ այլն։ Երբակայեք այդ ուղղությամբ կամ այդ մթնոլորտի մեջ ուրիշ ինչեր կարելի է որպես պետություն այդ օրենքները դնել, ուրիշ ինչեր։ Օրինակ, եթե mēs Գլենդերի ռեստորանները, ճաշարաններում այս տեսակ անձերը կարող է ավելի շատացնելու հնարավորություն տալ, որովհետև անձնակազմը խորհրդի անդամներ կան, որ իրենց համար նախընտրելի է այդ տեսակ մարդիկը շատանան, ոչ թե սխալ է, ոչ թե սխալ մարդիկ են, բայց իրենց մարդ կա, որ իրենց համար ավելի ցանկալի է այդ տեսակ մոտեցումը, քան թե մեկը որ երեխաներ է, հայկական սովորություններ ունեն եւ այլն, մեր համար այդքան նախընտրելի չի իմ անձնապես, ուրիշի համար իր ուզած ինչ ուզում անում։ Բայց օրինակներ եմ տվել, օրինակ եմ տվել, եթե հիշում եք բրենդը փակում են տարին մի անգամ մեքենաներն են շարում մյուզիկով, մենք երեխաներին փոքրին տանում են կտե քայլում են մեքենաները նայում են ճաշ են ուտում, ուրախանում են մի քիչ չուրոզ մուրոզ են ուտում։ Հիմա երբակայք այդ տեսակ ունենան, բայց մեքենա չելնի տեղը, ուրիշ բաներ ելնի։ Շատ ոչ հաճելի բաներ կարող է տեղ ունենա, այտենց օրեր ունենան։ Կամ Alex Theater-ում մենք ունենք հայկական ձեռնարկներ, հիմա կարող է տարբեր տեսակ ձեռնարկներ ունենալ եւ մարդիկ բերել։ Ինչ եմ ուզում ասածել եմ։ Ամեն ինչ հնարավոր է։ Բայց դուք կոնտրոլի մեջ եք, որ ումին դնեք այդ աթոռի վրա, որ այդ հնարավորությունները բերի մարդկային ընտանեկան սովորություններով, ավանդություններ, հայկական շնորհքով, հարկանքով եւ զորավոր որպես էկոնոմիստ, որպես հասկացող, որպես ընտանեկատեր, որպես բիզնեսատեր, մարդ մոհոքի, որ հասկանում է եւ կարող է կարգուկանոն բերի քաղաքում, ինչպես որ Գլենդելի եւ Փոլիսի եւ նույնիսկ Գլենդելի քաղաքապետության պաշտոնյա գործավորների խորհրդի անդամները ինձի են աջակցություն ցույց տվել, միայն ինձ։ Glendale City Employee Union, այսինքն բոլոր քաղաքապետությունի պաշտոնյաների, աշխատողների, գործավորների իրանց խորհուրդը ինձ աջակցի, ասել է միայն մենք Ռոնի Ղարիբյանին ենք ուզում, որ ընտրվի։ Այդտեղից մեծ, երբ որ քաղաքապետության իր հզորությամբ ասում է, որ այս մարդը թող գա մեզի ուղղություն տա, այս մարդը թող գա մեզի իշխի ասի, որ ինչ անենք, որովհետև այս մարդը կարող է, ով որ հիմա կա, բացի որ չեն իմանում ինչ են անում, մեզ էլ նեղացնում են, չեն թողնում մեր գործը անենք, որ ժողովրդին օգնենք։ Նույնիսկ մեր ոստիկանությունը, նույնիսկ մեր հրշեջները ասել են մենք ուզում ենք այս մարդը ելնի մեր եւ միակ անձն եմ,
միակ անձն են որպես չընտրված անձ, որպես այդ 10 հոգին, որ առաջի անգամն նա ուզում ենք ընտրվենք, կան ոմանք, որ նախկինում ընտրվել են, բայց առաջ մեզ աթոռ չեն գրավում, իմ նման հավասար, միայն ինձի են ասել, որ ուզում ենք զինվորությունը, ոստիկանությունը եւ հրշեջները ասել են միայն ուզում ենք Ռոնի Ղարիբյանը մեզի ուղղություն տա եւ այս քաղաքին տեր կայնի եւ այս կարողանա մեզի օգնի, որ Աստված ոչ արած։ Եթե հիշում եք Փասիդինայի կրակները եւ Ալթադինայի կրակը անցյալ հունվարին, այս չէ նախկին 1.5 տարի առաջ, որ իշխաններս Գլենդելից նրանք որ ցածրին չէ, բայց նո լեռնային, ես ինքս տանցից մեկը լուսաբացի 4-ին, այսինքն չեն քնել առամյան աշկերս այս հեռախոսի վրա, ու նայեմ որևէ վարկանին ասելու об երեխաներին վերցնես, որտեղ կրակը գալիս էր։ Եվ այդտեղում որ լուսաբացի 4-ին ալարմը խփա, որ հիմա պետք է եթաս, ես երեխաներին ընտանիքից մեքենայի մեջ դրանք եւ տունից դուրս ելանք Աստված առաջ ինչ այնելու։ Բարեբախտաբար մեր բախտից քամին մյուս կողմից հովը փչավ եւ դեպի Գլենդել չգավ։ Բայց այդպես մի բան կարելի է պատահի անպայման 100%-ով, երբը չենք իմանում։ Բայց եթե պատրաստ չելնես, ինչպես որ բոլոր ես տուները կորցրան, որովհետև Լոս Անջելեսի հրշեջները պատրաստ չէին, որտեղ իրանց պատասխանատուերը պատասխանատու չէին, ինչքան ժողովուրդ կորցրան իրենց տուները, Palos Verdesից մինչև ինչևից։ Անպայման քվեն շատ կարևոր է, մի կասեք կարևոր չի, մի կասեք ինչ տարբերություն կանի, իսկապես ամեն մեկ քվեն, ամեն մեկ հատը, չեմ ասում 1000 հատը, 10,000 հատը, ամեն մեկ հատը կարևոր է։ Եվ բացի որ դուք նույնիսկ ծրագիրս վերջանալուց հետո հեռախոսը վերցրեք եւ հեռազանեք ամեն մեկը, ամեն մեկ ընտանիք, ամեն ոք որ նայում է ինձ, հեռազանեք 10 հոգու։ Եթե ինձի 5000 հոգի նայում է, 10 հոգու ամեն մեկը հեռազանեք, 50,000 հատ հայի հեռազանած կելնեք, որ գնացեք քվետրեք։ Եվ կարող եմ ես ձեզի օգնեմ, եթե չեք իման որտեղ է թակ, ինչպես անեք, ինչպես չանեք, հեռազանեք, սիրով ձեզի օգտակար կլինեք։ Անցնենք մեր գործին։ Գործից չի խանգարելու եւ ինչ ասեմ, որ ընտրվելուց հետո։ Մեկ բան անշուշտ տոկոսների մասին կարող եմ ասեմ անփոփոխ է մնացես վերջերս, բայց հաջող դեռ շարունակաբար լսում ենք, որ եթե սպասենք տոկոսը իշնի առնենք, դե ոչ հիմա առնենք։ Ես դա համար մեր փոքրիկ աշխատանք եմ տարել, ուզում եմ սլայդներով էլ ձեզի ցույց տամ վիդեոյի սլայդներով, որ ինչ է պատահում։ Բայց մենք ուզում եմ նախքան սլայդները ցույց տամ, շատ թեթև ձևի բացատրեմ։ Ուրեմն օրինակ տամ, եթե 1 միլիոնանոց այսօր տուն առնեք եւ 10% կանխավճար դնեք $100,000 եւ 900,000 քո պարտքը լինի եւ եթե օգտագործենք 6.5% բարձր տոկոս ասենք, տոկոսը փոխվում է, կարող է 6.25, բայց պետք 6.5-ով խոսանք։ Payment-ը կլինի ամսական $5,688։ Կարծեմ սլայդի վեր մեկ հետո ցույց կտամ։ Եթե սպասես տոկոսները ինգնի 5-ի 6.5-ից կա տոկոս ենի 5%։ Բայց այդ 1 միլիոնանոց տունիդ արժեքն էլ արդեն 1 միլիոնը քիչ ասենք, 5% ասենք բարձրացել է, 1,50,000, շատ չէ։ Չենք ասում, որ ուրիշներն է գալու են, ամեն մարդ ուզում առնի այդ տունը 1 միլիոնը սկսեն բիդանել 1.1, 1.2 կեթա, տած մասին չեն խոսում։ Նորմալ ասում են 5% աճ ունեցած։ Շո հիմա կանխավճարը կենի 105,000 փոխարեն 100,000 եւ պարկը փոխարինի 900,000 945,000։
Բայց 5%-ով payment-ը տենում ամիսը $5,073։ Քան թե հիմա ելնումա, ինչպես ասեմ, 6.5-ով վերցնես, payment տենում է $5,688։ Այսինքն $600 payment-ի մեջ տարբերություն կանի, եթե այսօր առնես 6.5-ով, դե սպասես 5%-ով առնես, նույնիսկ 50,000 եթե ավել առնես, $600 payment-ի տարբերությունն է այն ժամանակ, քան թե հիմա։ Բայց եթե 50,000 բարձրանա, կարող է ավել։ Հիմա գանք, ասենք, որ ես, երբ որ իջավ 5%-ի, այն ժամանակ ես իմ 6.5-ս է refinance կանեմ։ Չեմ պահելու 6.5-ս։ Հա, okay։ Ուրեմն եթե refinance անես, payment-ը կիչնի։ So, այսօր $600 ավել ես տալու, բայց երբ կիչնի, 1 տարի հետո, 12 ամիս, okay։ Ասենք եթե 12 ամիս կամ 11.5 տարի հետո, եթե 1.5 տարի հետո եթե refinance անեմ, նույն 5%-ով եւ նույն 900,000 պարկս, որ ներկայիս 1 միլիոնով արել եմ, payment-ը կլինի ամիսը $4,831։ Այսինքն 4,831-ս հիմա ավելի քիչ է ելնում, քան թե իմ 5,073, եթե սպասեմ 5%-ով առնեմ։ Այսինքն այսօր առնեմ արժան, բարձր տոկոսով, երբ որ իջավ, այն ժամ refinance անեմ, ավելի քիչ կլինի, քան թե այն ժամանակ առնեմ, որտեղ թանկոտ ես առնում։ Հիմա մենք երրորդ տարբերակ կա, ասես հաբաս ես $600 ավել եմ վճարելու, մեկ տարվա մեջ $600 ավել վճարելը, այսինքն մոտ ինչքան $7,000 ավել ես վճարել։ Բայց եթե $7,000 ավել ես վճարել, բայց $50,000 թանկոտ ես առնելու, հələ 5% ենք ասում, 50,000 ավել եմ ասում, շատ չեմ ասում։ Որն է նախընտրելի, 50,000 թանկոտ առես, դե այսօր 7,000 տաս։ Այսօր որ ամեն ամիս $600 մեկ տարվա ասես լավ, այսօրվա այդ $600-ն էլ չունեմ, ավել վճարել, համաձայն եմ, շուտ առնել ավելի ձեռ է տալիս, հետո refinance անել, դա էլ համաձայն եմ։ Բայց այսօր ես այդ ավելնոր $600-ը չեմ կարող վճարել։ Հիմա ինչ անենք։ Հիմա ունենք երրորդ տարբերակ։ Եվ այդ երրորդ տարբերակն է ելնում ինչը ստոնի։ Միայն տոկոսը։ Ինչու՞։ Որտեւ այդ մեկ տարվա ընթացքին 900,000 մայր գումարը որ ունես, մեկ տարվա ընթացքին այդքան մեծ տարբերություն չի անելու մայր գումար իջնելը մեկ տարվա ընթացքին։ So կարող ես ասես, որ գոնե դու payment-ս նվազագույն է լինի առաջին մեկ տարին, որ միջով refinance-ի օրը 5-ով։ Okay, so հիմա ինչը ստոնի միայն տոկոսը վճարեմ, որ այսօր 6.5-ով վերցնես, ելում ամիսը $4,875։ Այսօր փոխարեն 5,000, ինչքան իմացե, $5,600, այո, $5,600-ի փոխարեն ելում է $4,800։ Դա ճիշտ լավ։ Ուրեմն այսօր առնում ես ավելի քիչ արժեքով, երբ որ ինչավ ֆինանսավորում ես ցածր տոկոսով, եւ այսօր ինչը ստոնի, քան թե սպասես, որ կարող է շատ ավելի 50,000-ից ավել թանկանա, որովհետեւ իրար սպանելու են, երբ եկե ավելի 50,000-ից ավել կարող է 100,000 ավել է տալի այն ժամանակ, եւ չի նշանակում տոկոսը 5-ելա payment-ը ավելի քիչ այլնելու, որտեղ արժեքը շատանում է։ Բարձելավ ինչ եմ ասում, ստեղում շատ հստակ է լավ։ So ստեմա թաքնված strategy կա, մոտեցում կա այս բանին։ So այսօր առնես բարձր տոկոսով։ Եկան թե սպասես տոկոսը իջնի, որն է ձեռնատու երկարատև ընթացքին, ինչքան ուշ ես առնում, այդքան քո հարուստությունը, որ ստեղծելու ես, տանից հետ ես ընկնում։ Եվ ինչքան որ թանկոտ ես առնում,
քո հարստությունից տեսվեշնում, հարստությունը այսինքն թանկությունը, այսինքն տան արժեքի թանկությունը, այսինքն 1 միլիոն 10 տարի պահում ես, 10 տարի հետո կարժի 1.400.000, 1.300.000, օրինակ եմ ասում, 1.500.000, ինչքան ուշ ես սպասում, այդ 400.000, 500.000 հարստությունից այդ պակսում է, որտեղ թանկոտ ես առնում, բարձելավ ինչ եմ ասում, ինչպես ասամ, երրորդ տարբերակը այսօր առնում ես, interest only payment ես վճարում, payment-ը քիչ ես պահում, ավելի տան արժեքը բարձրանալը շուտով ես սկսում, և երբ որ տոկոսները իջավ, refinance ես անում, ֆիքսացնում ես ամենացածր տոկոսով։ Այսօր, ինչպես ասամ, այսօրվա արժեքն ես լաքանում, այդ 1 միլիոնը, ոչ թե 1.100.000 կամ 50 կամ 200-ը հետո, և overbidding-ը երբրա թափելու են, հեռացանում ես offer-ս գրամ, բայց գիտես 13 հատ ուրիշ offer եկե վրեն, այդ խոսակցություն այսօր չկա, և այսօր վաճառողները, սելերները օգնում են նույնիսկ closing cost տալը, տոկոսը իջացնել, maintenance-ը, repair-ը տամ, որտեղ երբ որ տոկոսները իջավ, իրար խեղդելու են, այդպես բաներ չի ենելու, եթե payment-ի կողմից ես մտահոգված, այդ կողմից։ Հիշացնեմ, interest only, որ ասում եմ, միշտական մահատ ծրագիր չի, նես չի, որ ասում եմ interest only վերցրեք, որտեղ իմանում ենք interest only լավ չի, բայց բայցեր կա, շատ բայցեր կա։ Այն օրը մողոք այդ խոսում եմ, ուրմա տուն առներ, և իրա տարիքը, և տուն առնելը ասա, որ մեկը ես payoff չեմ անելու, թու երեխեքը մտածել տա մասին։ Եվ այդ ծրագիրը interest only-ով հաճույք ստացի payment-ը քիչ ելնի մինչև հարստությունը գավրել, դու կթոնես երեխեքին, դու payoff չես անելու մեկը։ Բայց ուրիշ տարբերակ կա, որ երիտասարդ և միլիոներ դրամ են աշխատում, և ունի և ճանաչում եմ ծանոթ ինձ մոտիկ ընկեր, մոտիկ շատ, լաքանյադե տուն ունի, պարկը տան վրա $8 միլիոն, և իր համար ասում որ interest only եմ ուզում, payment-ըս քիչ ելնի, եսա մեկը tax write-off, ինչա այդպես բաները օգտագործում, payoff չեմ անելու։ Մարդիկ որ մեծ մակարդակի վրա են, բոլորով ինչ են ուզում պարկը փակեն։ Ասում որ թողա, որտեղ բիզնեսներ կա, եկամուտներ կա, չեմ խորհուրդ տալի interest only որպես լավ, բայց ժամանակավոր պայմանների տակ։ Կարծեմ այդ նայում եթե սլայդը ունեմ, այդ սլայդի վրա երևի ցույց տամ, այդ կարելի է Mən նայում սլայդի վրա խնդրում եմ, mən տեսելի թե ես կարող եմ, այո։ Այս օրինակն է, ինչպես տեսնում եք, այսօր եթե առնեք, եսի $1 միլիոն 10% down payment 6.5-ով։ Եթե այսօր եթե առնեք fix payment 6.5 $5,600, եթե interest only վերցնես $4,800, եթե սպասես 5%-ի իշնի, Ելումը 5,073, այսինքն $600 արժան ես առնում, բայց interest only վերցնելով դու հալա $200 քիչ ես տալի։ Side by side ես buy now, interest only-ով, 900,000 պարկդ կելնի, 4,800 payment-ըդ։ Սպասի, միջև թանգանա, 1,50,000, 5%-ով կելնի ամիսի 5,073 եթե տեսնում եք interest only-ն ավելի արժան է, քան թե հələ 6.5-ով interest only-ն, 5-ով interest only-ը շատ ավելի կիշտ է։ Սխալ մի հասկացեք, չեմ ասում interest only-ն լավ բան է, բայց պարզապես ուզում եմ ձեզի հիշացնել, որ եթե payment-ի կողմից մտահոգ եք, ուրիշ ճանապարհներ կան, որ մենք կարող ենք ասեմ, այսի դժբախտաբար չեմ կարող ամենից համար նույնը չի ամեն մարդու համար, ինձ հեռաձայնեք, ժամադրություն տեսնենք,
խորհրդացենք եւ ասենք, որ ձեր պայմանները ամեն մարդ տարբեր է, կապ ունի ձեր գործը ինչ է, ձեր ընտանեկան ընդհանուր ինչպես երեխաների տարիքը ունեք, չունեք, retired են, մեծ է, փոքր են, ձեր աշխատանքային ծրագիրը, այս բոլորը մենք ուսումնասիրում ենք, ավելի շուտ ես ուսումնասիրում եմ, եւ ձեզի ամենալավագույն խորհուրդն եմ տալու, որ ձեր պայմանների տակ նախընտրելի է սպասեք, կամ ձեր պայմանների տակ ափսոս, որ 4 տարի առաջ չես արել, կամ ձեր պայմանների տակ interest-only մոռացի FH-ն գվերցնեն, կամ full-ը գվերցնեն, կամ S-ը գվերցնեն, կամ ձեր պայմանների տակ նախընտրելի է interest-only վերցնենք։ Որովհետև ամեն մարդ, ամեն ընտանիք նույն տեսակի մոտեցումներ, եկամուտներ, ծանրաբերություններ եւ հնարավորություններ չունի։ Շո նախընտրելի է, որ ինչպես ասամ, խորհրդացեք մեր հետ, որովհետև ինչպես ասում են անգլերենով not one size fits all, այսինքն ամենի համար նույնը չի։ Եվ այդ ուզում եմ շարունակեմ մեր մյուս զեկույցը կամ լուրը կամ տեղեկությունները դեզի բացատրելու համար, դա էլ տուները, որ remodeled ելած են, moving ready, պատրաստ, քան թե remodeled ելած չեն։ Եվ դա վրա ունենք ահագի խոսակցություններ։ Հիմա թող դուրեն օրինակներով խոսանք։ Մանավանդ, երբ որ խոսում ենք մեր շրջակայքում, այսինքն Glendale, Burbank, Pasadena, La Crescenta, San Fernando Valley, Encino, Sherman Oaks, կողմեր եւ այլն, կամ Esco, Arcadia եւ այլն։ Ուրեմն եթե տունը remodel ելած է եւ Glendale-ից դուրս խոսանք, Valley խոսանք, որ կլորակացնենք, Encino, Sherman Oaks, Reseda, Northridge, Granger Hills եւ այլն, Van Nuys, North Hollywood, Studio City։ Եթե remodel ելած տունը առնում ես $1,100,000, ոչ շատ, ոչ քիչ, $1,100,000, փոքր տունի մասին ենք խոսում, 1400 square feet, 1900, 3 ննջասենյակ։ Քան թե նույն տունը remodeling-ի պետքություն ունի $800,000 է սախ, $300,000 ավելի քիչ։ Ուրախանում ես, լավ դիլ է, $1,100,000 արավ ես 800-ով եմ արել։ Եվ գալիս է սկսում ենք, roof, AC, plumbing, electrical, ներկ, landscaping, խոհանոց, bathrooms, recess lights, sewer system, եւ այլն, permitting, engineering, architecturals, city, որ քաղաքում ես ելնես, inspection, գույնը որոշի, իշկուն թայլ, իշկուն գետին, իշկուն պատ, այկնի դու գնա, ես ժամանակ չունեմ, գործի եմ, ես չեմ կարող երեխեքի դեպի դպրոցից վերցնեմ, հետացկենք, շատ հսկայական մեկ պրոժի է, երբ եկե գործից ընկնեք, երբ եկե ունենաք անհանգստություն, ես ասում եմ թայլերը թող բեժ ելնի, դու սպիտակ վերցար, ես սպիտակ չեմ ուզում, դու վարդագույն եմ ուզում եւ այլն, եւ մենք ստե վարձ ենք տալի շուտ արա որ դուրս գան, կոնտրակտորը չկա, 4 օր զանգում եմ, մեջտեղ չկա, որ դեր հա այդ հարևան ունին, հարևանի մեծ պապեն մահացել էր, տամա 4 օր չկա իմ։ Okay, so եւ ես դե վարձ եմ տալի, տանտեր ասում դուս ես գալի, դուս արի, չեմ կարող շատ բնամ, համ ընդ payment եմ տալի, համ ստե վարձ եմ տալի, համ արխիտեկտին, համ ինձ սիթին հետ այսքան երկար տևում եւ այլն։ So եթե գաս դու այդ 300,000 որ արժան ես արել, եւ նույնիսկ ասենք որ նույն արժեքն 300,000-ն էլ ծախսես, ինչպես այդ ամեն ասամ, roofing, plumbing, electric եւ այլն, բայց քո ճաշակով սարքում ես, տեր եւ տիկին միասին ուրախ։ So մեկ կորցնելու ես գոնե մեկ տարի, ինչով այդ բոլոր plan permit contract-երը գա, էթա գույնը եւ այլն, եւ կարող ասես ես 200,000-ով կվերջացնեմ, 100,000 արժանոտ։ Դու մեկով արես, 1 միլիոնով վերջացրամ։ Բայց 1 միլիոն վերջացար, քո վարձտել ես հաշվել, որ երկու տեղ ես payment տալի, էտել ես հաշվել։
գործից հետ ես ընկե գործից չես գնացի մեկան այդ vacation չես գնացի այդ մարդ այսօր այս տարի բեկե ընտանիքով այդ այն Հունաստան ինչ է լավ է ստա ինչ Հունաստան այդ տունն ենք ռեմոնտանում տուն բերին են տերներես եւ այդ էլ չի ելնի բայց հիմա մի քիչ չափազանցնենք թիվերը 1-2 ադրե տունը եւ 1 միլիոնանոց տունը բայց ռեմոդելացը moving condition բայց 1 միլիոն 200,000 է դրել $200,000 ավել է դրել ինչ-որ կարժի կամ այս 1 միլիոն է դրել բայց բիդով որովհետեւ ամեն մարդ ռեմոդելացն է ուզում 1-2-ի հասե So 1-2-շով առնենք, չառնենք, 1 միլիոնանոց տուն անդեր, լիքը կամ 1 միլիոնանոց, հիմա նույն ձևի ռեմոդելած չի, հիմա փուլ չունի, մենակ ռուֆը պետք է փոխենք, բայց ինչևիցե ունի։ So ինչ անենք, էսի առնենք, դե էնի առնենք։ Եվ այս ժամանակ գալիս ենք ասում ենք, որ արի 200,000 ավել տանք ինչու։ Մեկ որովհետև Մեր տարի 8 ամիս, 12 ամիս, 18 ամիս ավելի շուտ ենք կարողանում ես քաշվենք, ընդ վար չենք տա, գործից չենք ընկնի, մեր Հունաստանը կեթանք եւ ավելի շուտ ենք փոխադրվելու քաշվելու։ Դա թիվ 1 եւ այդ գլխացավը եւ նույնիսկ ճաշակը, շնորհքը, ծանոթությունը, կոնտրակտի ճանաչում ես, չեմ ճանաչում Ռաթևոս ասավստան զանգի ես մարդը եկերա չեմ անում կա չկա So you don't go through that process Երկրորդը ասպես գիտես $200,000 ավել եմ տալի բայց այդ 800-ը որ առնեմ եւ վրան ծախսեմ 300,000 կամ 200,000 օրինակ ես պետք է 800-ի գոնե 10%, 5%, 10%-ը դնեմ 80,000 կանխավճար Եվ այդ $200,000 պետք է ծախսեմ cash Այսինքն պետք է ունենամ cash-ը remodel-ի համար եւ երկու տեղ payment տալու համար պետք է գումարն էլ ունենամ այսինքն մենակ so cash ունես դե չունես Եվ երրորդ ասպես ու գիտես ինչ այսօր բանալին վերջնում եմ Այդում ենք առանց հաջորդ օրվանից արդեն փուլը լողանում ենք ու հույր ենք ասում ու քեբաբ ենք անում շնորհավոր open house ենք անում Եվ այդ $200,000 ավելը որ վճարելու եմ 30 տարվա վրա ֆինանսավորում եմ cash գրպանից չեմ տալի Չափազանցած օրինակ տվամ 1 միլիոնը 1-2 եմ ասում չէ այտենց էլ չի Մենք ասեմ չափա 1 միլիոն 100 ես առնում կամ 100-ը 1-2 ես առնում Բայց ինչպես ասեմ այդ ծախսը որ պետք է անես եւ այդ ժամանակը պետք է կորցնես եւ այդ 100,000-ի cash-ն էլ ավելնորդը գրպանից 2-300,000 գրպանից չես տալի եւ ֆինանսավորում ես 30 տարվա ընթացքին եւ refinance անելով եւ ասում ես թող ես ինձ քեզ ինչքան եմ պարկ 200,000 կարող եմ 30 տարվա մեջ տամ Ինչպես որ լարույնը տանում ես, քեզի առաջի որ ամեն չեն տալի, տասին կեսն են տալի, մնացած բան 30 տարվա ընթացքում։ So, նորից, նույնիսկ ինչ էր որ ձեզի նոր բացատրամ, դա էլ մենք ունենք հիմա հաճախորդ, օրինակ ասեմ, կրթված, professional, երիտասարդ փաստաբան։ Եվ իր համար remodel անելը it's a nightmare։ Երբ հանի single փաստաբանա ժամանակ չունի եւ չկարող եւ դա համար ասում თუ պատրաստ եք մի քիչ ավել ոչինչ բայց ինչ անեն պատրաստ են ձեռը տալի կամ բժիշկա կամ մեխանիկա կամ հնարավորությունը չի մարդ կա որ ասում է ես մեքենա դիլերում մենեջեր եմ լավ փող եմ աշխատում մեքենայի մասին ինչ ուզում ես հարցրու Բայց ինձ ասես ես մեղը քամի ես գույնը ինչ չեմ հասկանում պլամինգ բան չեմ հասկանում չեմ էլ ուզում հասկանալ So դա համար ամեն մարդու համար տարբեր է նորեն հեռաձայնեք խորհրդացենք հանդիպենք տեր եւ տիկին բացատրենք ձեր պայմաններով ինչ կա որտեղ խոսալը հեշտ է ասելը հեշտ է եւ ինքդ քեզի կամ տեր եւ տիկին խոսում եք կամ ընկերներով իրար համոզելու ձևերով կարող ես ասես Քան թե մոլքի որ նստի առաջդ, ինչպես կելնեմ ես,
Դեզի կասեմ իրականությունը։ Ինչպես որ խորհրդի անդամում ընտրվեմ գրանցելի քաղաքապետության մեջ, դա է ելնելու իմ ծրագիրը, որ իրականությունը ասել։ Ինչպես անգլերենով ասում են, կամ հայերենով անեկդոտներ ունենք երևակայության եւ իրականության տարբերություն։ Mən նայենք տոկոսները շատ չի փոխվել, արագ ցույց կտամ, հետո էլ անշուշտ լիստինգները մի հատ արագ նայենք, բավականի լավ տուներ կան, բայց դժբախտաբար արժեքի կողմից շատ չեն իջե, ունենք լավերն էլի չասելը, բայց արժեքները չեն իջնում, որ մի սպասեք արժեքներին, 9%-ին։ Սոսիալ ռիֆայնանսներն են ասում, եթե պարկը 830,000-ից պակաս է եւ ունես 25% equity, 5.875։ Եթե ունեն cash out, գումար ես քաշում եւ ունես 30% equity 6%, եւ եթե high balance ես մինչեւ 1.250,000, 6.125, սա առանցի tax return-ի profit and loss եւ ես interest only-ներ որ նոր ասում եմ առանց tax return-ի interest only-ով մինչեւ $2 միլիոն 6.625 FHN indicated վատա 620-ը 5.75 Ինչ-որ վերաբերում է մեր ստանդարտ buy down հասկացողության program, այսինքն եթե այսօր տուն ես առնում 900,000-ի եւ interest only-ին չես ուզում, ասես 10%-ը կդնեմ, բայց այսօր փոխարեն 6 ելնեմ, 4 կելնեմ եւ interest only-ին չեմ վերցնի $1,000 պակաս, բայց այս ծրագիրը ստանալու համար $19,000 ծախսը տա որ սելերը վաճառողը պետք է ձեր համար վճարի Դուք չեք վճարում էսի, չեն է թույլատրի դուք վճարեք, եթե ուզում եք։ First time home buyer-ի համար 3%-ով ինչպես տեսնում եք, 5.875-ը make point-ով, էսի single family residence, ոչ թե condominium, full tax return-ով, 781 credit score եւ ավելի բարձր եւ single family residence մեջը բնակիչ։ Նույն պայմաններով 20% կանխավճարով, 6% make point-ով նորեն նույն պայմաններով single family, owner occupied, full tax return եւ 20 տարվանը։ Մնացածը մեկ քիչ կարակացնեմ 10 տարվանն եւ այլն, high balance-ները, ինչպես իմանում եք 832-ից 1.249,000 $6 full tax return-ով 781 credit score-ով 20% կանխավճարով 6.25 FHN-ները որ մեկ չին ավելի հեշտոտ է իրանց guideline-ները underwriting-ներն ներողամիտ կլինեք, այսի high balance-ի մասին է խոսքը 832-ից 5. Հիմա եթե FHL-ն ունեք ներկայիս նայեք ձեր տոկոսը ինչ է, եթե այս տոկոսներից որևէ տոկոսներից ավելի բարձր է եւ ներկայիս FHL-ն ունեք Ինձ անպայման հեռացանեք, որտեղ առանց թուղթի կարող ենք իջացնենք։ Մեր ջամբոները մինչև $3 միլիոն, interest only, profit and loss, interest only, եւ no tax return-ով single family resident-ի համար ասա եւ 25% կանխավճարով, rate choose as 25%, 6.5% make point-ով, սա bank statement program-ով է, նորեն 30% կանխավճարով այսի ցուցադրված Սա bank statement program եւ interest only 30% կանխավճար մինչեւ $3 միլիոն եւ 40 տարվա fix Տոկոսերը այս կռվի պատերազմի պատճառով անշուշտ մնացել է այս տեսակ ոմանք վերցած անում է կարող եմ ասել մեկ քիչ բարձրացել է բայց ինչևից է դեռ լավ է բայց մեկ է զգուշ ելնենք որովհետեւ տոկոսերը ասամ ինչ էլ ելնի անգլերենով ասում են you marry the house and take the rate ասինքն տունը առնում ես բայց տոկոսի հետ հետո փոխպես նախքան լիստինգները ցույց տամ շատ արագ ասեմ Cabrini ինչպես իմանում եք Burbank-ի Cabrini villas ունենք մի հատ կոնդոմինիում որ դեռ շուկա չի եկել այսինքն եթե ուզում եք շուտ ուրիշի հետ competition չունենաք հերաձանեք մեզի եւ սիրով մենք ձեզի ցույց կտանք այդ տարբերակը որ կարողանաք դուք առաջիններից ելնեք տունը առնելու համար Mən նայենք լիստինգների ժամանակս կարճ է մեկ քիչ պետք է արագ անցնեմ վրայից ամենը բոլորը չեմ կարող ցույց տամ բայց mən նայենք ինչ ունենք
Առաջինները թանաց կոնդոմինիումներ սկսելով ներողություն, ես կարծես որ չէ լավ, North Hollywood-ով սկսենք, North Hollywood 3 նինջասենյակ 3 լվացարան, 1345 square feet, $605 homeowners association-ը, $549,000, which is a great price, մեծ patio ունի, մաքուր moving condition, recessed light-երով, ամեն ինչով, պատրաստ է, ափսոս է, նա չկա մաքուր է, $549,000 եւ 1300 square feet-ել եւ մեծ էլ patio balcony ունի, շատ բավականին մեծ նստած սիրուն հիմա դեկորի, բայց շատ սիրուն պատրաստ մոյսը նայն շատ մեծ նստելու տեղ ունի, որ շատ լավ է, փուլ է ունի։ So լավ տուներ, լավ տեղեր կան։ Pasadena 3 նինջասենյակ 3 լվացարան 1432 square feet տունի մեծությունն է, $595,000 asking price Pasadena այս արժեքով չի ճարվում, ես չեմ անում what's the catch, որ այսքան արժանա, this is unbelievable, ինչ կարդում եմ, չեմ կարողանում իմանալ ինչու է այսքան արժան, բայց ինչ եւ ისე Pasadena-ի լավ թաղամասներից է, and it's a good home, պատրաստ, so, Մյուսը նորեն Pasadena 2 նինջասենյակ 2 լվացարան 908 square feet 2 bedroom է, բայց նաև պատրաստ moving condition ready to go, սա էլ relatively $660 price per square feet Pasadena-ի համար այս վիճակով is not a bad price, homeowners association էլ համեմատաբար լավ է $406, so that's a good price. Glendale 2 նինջասենյակ 2 լվացարան 1230 square feet ունի մեծությունն է $690 homeowners association-ն է եւ ինչու այսքան բարձր utilities, trash Ինքան է բարձացել, որ homeowners association-ն էլ բարձանում են $688,000 asking price, $559 price per square feet. Glendale նորեն 2 նինջասենյակ 2 լվացարան 1215 square feet ունի մեծությունն է, 400 square feet հողամասի մեծությունն է, $695,000 asking price, որ $572 price per square feet, Glendale-ում 2 bedroom, moving condition, պատրաստ։ Glendale նորեն վագս, լավա Glendale-ը 2 նինջասենյակ 2 լվացարան 1232 square feet ունի մեծությունն է, $600 homeowners association-ն է, $695,000 asking price, $564 price per square feet, Glendale-ում։ Նորեն Glendale, 2 նինջասենյակ 2 լվացարան 1431 square feet-ի լավ ընկերներից մեկն է իր listing agent-ը, $550 homeowners association-ն է, asking price $759,000, շատ լավ ընկերներից է, Arthur-ի listing-ներից է, սիրով հեռաձայնեք, տանենք ցույց կտանք, լավ agent-ներից մեկն է։ Burbank 3 նինջասենյակ 3 լվացարան 1478 square feet ունի մեծությունն է, $860 homeowners association-ն է, այս էլ քրբինիներից է, որ ասում եմ մերը, որ ձեզի ցույց եմ տալու 1300 square feet է, 1301 square feet է, այս 1400, մեր 2 bedroom 2 bath է, բայց այս 765,000 մեր asking price էլ ունի $689,000։ Նորեն Glendale 3 նինջասենյակ 2 լվացարան իմ շատ նորեն լավ ընկերներից մեկը Razzie listing-ն է 1400 square feet, շատ լավ broker է, շատ լավ agent է, իրան տարիներ ճանաչում եմ որպես ընտանեկան բարեկամ, իմ խորհրդից շատ ներկայ այլ է օգներ է մասնակցել այս իմ ընտրապայքարին։ $788,000 asking price, $563 price per square feet։ Pasadena 2 նինջասենյակ 3 լվացարան 1373 square feet ունի մեծությունն է, $675 homeowners association-ն է, $875,000 asking price, նորեն Pasadena, բայց մաքուր։ Pasadena նորեն 2 նինջասենյակ 2 լվացարան 1658 square feet, $751 homeowners association, արդեն քանդոն մեծ է, $975,000, ինչպես անկյունի վրա է, so double balcony եւ մեծ հսկայական փուլ ունի։ Նորեն Pasadena 2 bedroom 2 bath 1658 square feet, շատ բավականին մեծանում է, $751 էլ սույաբանն է, homeowners association-ն է։ La Cañada Flintridge, էսի La Cañada-ում կոնդոմինիում չի ճարվում, շատ քիչ կան։
Սա նայեք 3 bedroom 3 bath 1743 square feet դրբեք լաքանդայի հասցե ունենանք ընդե ապրեք բայց չեք կարողանում որտեղ 2-3-4 միլիոն դոլարանոց տուներ են կամ 6-7 միլիոն դոլարանոց սա այդ հնարավորությունը քեզի տալիս է 1 միլիոն 100,000 դոլար բայց 1700 square feet-ը 4 ննջարան է եւ ունի այս իր փոքրիկ բակնել նստավայրը եւ ունի թենիս քորթը, գոլֆ քորթը, փուլը այս բոլոր հնարավորությունները կարող եք օգտագործել այս 740 դոլարի մեջ։ Հողով տուները նայենք մի քիչ արագացնեմ Sunland 3.2 լվացարան 1364 square feet ունի մեծությունն է 6300 հողամասի մեծությունն է 849,000 դոլար։ So այսի պետք է ունեք հատուկ remodeling-ի կարող եք sense-ի ապրեք, կարող եք մեջ քաշվեք ու remodel անեք, միայն գետինները, միայն այսինքն մեծ բան չի կաբինետները, սա քինա, carpet-ը փոխեք, բայց ինչևից է 849,000 դոլար, it's a starting point, որ ամեն մարդ չի կարող այդ արժեքից մի բան ճարի, որ քաշվելու տեղը։ Winnet կա 4 տնջասենյակ 3 լվացարան 1958 square feet ունի մեծությունն է 6200 square feet հողամասի մեծությունը փուլով տունը շատ մաքուր է, ինչպես տեսնում եք Winnet կայում moving condition այս վիճակով 950,000 դոլար asking price ամեն ինչ չեն փոխել, բայց մեկ ինչ օրինակ այդ վարակույրն են դրես popcorn ceiling-ը չեն հանել, բայց ահագին ուրիշ աշխատանքներ տարեր են 950,000 դոլար moving condition փուլով տուն Sunland West Ninja-սենյակ 3 լվացարան 2400 square feet տունի մեծությունն է 5100 հողամասի նորեն recess light ունենք, մանրատախտակները գետին ունենք, ներկված է խոհանոցը it's in good condition, ամեն stainless steel appliance-ներն է պատրաստ 1 միլիոն դոլար asking price որ նա 416 դոլար price per square feet որ Sunland-ում moving condition պատրաստ you can go wrong 416 square feet մեկ բագը փոքր միայն Glendale 3.2 լվացարան 1442 square feet 18000 հողամասի մեծությունն է asking price 1 միլիոն դոլար 693 դոլար price per square feet so side Glendale-ում եթե հետաքրքրված եք հրացանեք North Hollywood 3.2 լվացարան բայց էսի ունի ADU որ 3 bedroom 2 bath է 1 միլիոն 200,000 դոլար asking price 2500 ընդամեն շենքի մեծությունն է 6000 square feet հողամասի մեծությունն է եւ North Hollywood-ում moving condition 2 տունա քեզ տալի եւ 1 միլիոն 200,000 դոլար asking price Grand Hills 5.3 լվացարան 2769 square feet ունի մեծությունն է 7500 հողամասի մեծությունը high ceiling ունի recess light-եր ունես semi remodel-ած է not fully բայց բավականին 1 միլիոն 300,000 դոլար բայց շատ լավ location-ում է բարձր տեղ է 469 դոլար price per square feet golf course-ի մոդել է so շատ լավ location-ում է and I said moving condition are pretty much close to Porter Ranch 4.3 լվացարան ամաս մոտիկ կրան Grand Hills-ին 2300 square feet տունի մեծությունն է 9500 square feet հողամասի մեծությունն է փուլով տունը 1 միլիոն 350,000 դոլար 586 դոլար price per square feet Porter Ranch-ում this is not bad at all փուլով տունը անշուշտ ասեմ Toluca Lake 2.2 լվացարան 1467 square feet տունի մեծությունն է 8200 square feet հողամասի մեծությունը asking price 1 միլիոն 430,000 դոլար Մատը ցույց տամ որ ժամանակս վերջանում է Glendale 3.3 լվացարան 2268 square feet Homeowners Association-ի շատ լավ location-ում է շատ լավ տեղ է եւ էսի asking price 1 միլիոն 439,000 դոլար Ժամանակս վերջացավ, մյուս անգամ կփորձեմ ավելի շատ ժամանակ դնել, անցել այս ընտրության օրերից վերջացած կելնենք, բայց չմոռանաք, անպայման ձեր քվեն շատ կարևոր է, հեռարձանեք ընկեր բարեկամ հարազատներում Glendale-ի բնակիչներ են, որ անպայման Ռոնի Ղարիբյանին ձայն տան, մինչև 3 հոգի կարող եք ձայն տակ, պետք է չի 1 հոգու ելնի, Եթե չեք իմանում ուրիշ ումին ձայն տակ, մի ձայն տվեք, բայց եթե իմանում եք, գոնե մեկը ես, մյուս երկուսն ումին որ ցանկություն ունեք, կարող եք 2 հոգու ձայն տակ, կարող եք 1 հոգու, կարող եք 3 հոգու, բայց 3 հոգուց ավել չեք կարող։ Ինչևս է, մինչև հիմա շնորհակալ եմ նրանք որ աջակցել եք, հեռաձայներ եք, օգնել եք,
Իմ շնորհակալությունս անշուշտ կհայտնեմ ընտրություններից հետո, բայց առաջ մեզ չմոռանանք մինչև երեքշաբթի, նույնիսկ վաղը կամ այսօր դժվար է թե իրիկունն եք նայում, թե օրվա մեջ նայում եք կարող եք, բայց կարող եք երկուշաբթի կամ երեքշաբթի մինչև իրիկունը 8-ը այդհակ ձայն տակ։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ հունիս ամսվա մյուս շաբաթ։ Շնորհակալ եմ ստեսությունից։ Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Քվեարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։